որոնց կապակցությամբ կասեմ հետևյալը։ Նախ սկսենք մի քայլ հետևից։ Կալանքի շարունակականության դեպքում դատարանը յուրաքանչյուր անգամ առաջին հերթին ստուգում է նախորդ կալանավորման որոշման։ Ինչ ռիսկեր են արձանագրվել, արդարացված է եղել արդյոք այդ ռիսկերը, ինչու է անձնանացել կալանքի անհրաժեշտություն, ինչով է կանոնացել։ Եվ բարձր գործունեությունում կա եւ դիտարկել է։ Առաջին իսկ կալանքից սկսած ունեցել ենք ոչնդոտման մեքին, կալանքի մեքին ոչնդոտում։ Դրա հիմքում դրված է եղել ապացուցման ակտիվ փուլը, վկաների հարցակնություն, վկաների վրա ազդեցություն եւ այլն։ Այսօրվա վիճակով մենք որ տեսնում ենք տեսնում ենք ինչ վիճակ եւ ինչ ապացույցներ են ներկայացվել, մենք հասկանում ենք, որ արմատապես հողված է իրավիճակը։ Նախ ուզում եմ արձանագրենք ու դատարանը խիստ գնահատի այն հանգամանքը, որ սրա նախորդող կալանքում մեղադրանքի կողմը չարաշահել եւ կորզել է դատարանից կալանքը դատարանի, այսպես ասած, խաբելու, որովհետեւ արձանագրված է, որ ակտորապացուցման փուլում է բազմաթիվ վկաներ կան, որոնց պիտի հարցակնեն եւ կալանքը պայմանավորված է եղել հենց դրանով։ Սակայն մենք տեսնում ենք, որ կալանքից 9 օր հետո գործը փակվել է ուղարկվել է դատարան։ Եվ մենք տեսնում ենք, որ դրանից հետո ոչ մի գործողություն չի կատարվել, ոչ վկա, ոչ բան, տեղի ունեցել մի հատ փաստաթղթի զննում, այսինքն կաբինետային գործողություն։ Ինչ է ստացվում։ Մենք խաբում ենք դատարանը, ասում ենք գործում ենք անելու, կորզում ենք կալանքը, հետո հանգիստ շունչ քաշելով նստում ենք, կարծես ոչինչ չի եղել, բայց պատասխանով։ Այսօրվա նյութերով ակնհայտ է, որ որևէ վկայի հարց չկա։ Ինքնին ապացուցվում է, որ կալանքի երկարացումից մինչ այս պահը Մկրտիչ սրբազանը գտնվում է ապօրինի կալանք, որտեղ ռիսկերը արդարացված չեն եղել։ Հիմա հարգարժան մեղադրողն ասում է, բան չի փոխվել։ Նախաքննական կալանքի շարունակում է պահպանվել հիմքերը։ Էն էլ ոնց է փոխվել, արմատապես է փոխվել։ Դատակոչված չի ոչ մի վտանգ, որոնց վրա ապօրինի, այսպես ասած, ճակերտավոր ազդեցությամբ է ենթադրվում կալանքի հիմքը։ Չկա այդպես։ Ահուր են այդ վկաները, որոնց վրա ազդեցություն։ Մեղադրողն ասում է ապացույցներ հետազոտելուն խոչընդոտի։ Մեղադրական եզրակացության մեջ նշված է 4 ապացույց։ Ուժողների ցուցմունք եւ զննման արձանագրություններ տեսանյութեր։ Հասկանալի է, որ տեսանյութերի եւ զննումների տեսականորեն Իմ գնահատմամբ լուրջ չէ մտածել, որ ուժողների վրա սրբազանը կարող է ազդեցություն գործել։ Ինչպիսի ուժողների, ովքեր հանրահայտ փաստ են, վայելում են երկրի քաղաքական բարձրագույն իշխանության հովանավորությունը։ Մեդիա դաշտում բացատրույցներ են տալիս, իրենց դիրքորոշումներն անկաշկանքայնում են։ Նույնիսկ կարգառույց լինելուց հետո շարունակում են հակաերգերեցական վարկ դրսևորել ու հանգարց մենք ասում ենք այս մարդուն սրբազանին պալանավորել, որ հանգարց ազդի ուժողի վրա, իսկապես։ Ես կխնդրեմ լրացուցիչ ուժողները դիրքորոշում են։ Դուք մտածում եք, որ կարող է փոխել ձեր ցուցմունքը, կարող է ազդի ձեր վրա սրբազանին։ Ես նաև չարաշահման կոնտեքստում դատարանին ներկայացնում եմ երկու բան։ Դեռևս հոկտեմբերի 24-ից ու նոյեմբերի 10-ից ուժողների նկատմամբ կիրառված է հատուկ պաշտպանության միջոց։ Իրենց ընտանիքի անդամների ուղեկցում եւ այլն եւ այլն։ Իմ գնահատմամբ մենք տրամաբանական հակասության մեջ ենք։ Պետությունը կիրառել է պաշտպանության միջոց, այսինքն ծախս անում բյուջեից, ոստիկանների տրամադրել, հսկեն ես մարդկանց։ Հետո ասում ենք սրբազանին կալանավոր եք, որ հանգարց սրբազանը չազդի։ Այսինքն այս պաշտպանության միջոցները ինչին համարեն ու են պետք։ Այսինքն մենք ունենք լրացուցիչ երաշխիքներ, որոնցով հարգարժան մեղադրողը մտահոգություն հայտնում, որ հանգարց ուժողների վրա կարող ազդեցություն լինի,
պետությունն են գլխից պաշտպանելը եւ այս միջնորդությունները նախաքննական այս որոշումները նախաքննական կալանքների քննության ժամանակ չեն ներկայացրել դատարան, այնիշ պարտավոր էին ներկայացրել։ Սա կորզելու հաջորդ դրսևորում։ Հիմա ինչ վիճակում ենք։ Ունենք ընդհանրապես հարցաքննության ենթակա երկու դժոխ, որոնց պետությունն ամբողջ ուժով պաշտպանում է։ Պաշտպանական միջոց է դիտարկած, ուրիշ վկա չկա, բայց ասում ենք խոչընդոտ, ել խոչընդոտել է ասում դրսևորում։ Նույնիսկ տեսական հնարավորություն խոչընդոտելու դրսևորում։ Մենք այսօր չունենք։ Եվ ես գտնում եմ ոչ միայն կալանքի, այլև որևէ խափանամիջոցի կիրառման հիմք, այս պահին վերացված է։ Ունենք ընդամենը մեկ հիմք, որ վկաների վրա կարող էր ազդեցություն գործել տեսականորեն, այն էլ իսպառ չկա, այս գործում ոչ մի վկա չկա։ Տեսականորեն հարցաքննության ենթակային դժոխ պաշտպանված են պետության կողմից եւ հավելյալ ասեմ, իսկապես լուրջ չէ մտքի ծերով անգամ հասկացնել, որ հանգած կարող է Ստեփան Ասատրյանը կամ Արամայիս Տախմազյանը փոխի իրացուցմունքը Սրբազանից ազդելով։ Ու այս պայմաններում ենք հանգիստ միջնորդում ենք ասում Սրբազանի կարգավորման։ Դա շարունակականությունն արդարացված է։ Այսինքն գործը դատարան ուղարկելով արդեն ապացուցել ենք, որ արդարացված չէ նախորդ ռիսկերը դատարանի արձանագրած։ Պատվարժան դատարան, երկար բարակ չցանկացնում եմ գործընկերները կներացնեմ։ Ես գտնում եմ, որ այս պահին որևէ խափանման միջոցին չկա եւ անհապաղ կալանքը ենթակա է վերացման։